Ինչ հարգելի բարեկամներ, բարի օր։ Երևան օգոստոսի 22 առավոտյան ժամը 9:32 հուսամ լավ եք։ Երևանյան պտույտներ ցույց տամ Հալաբյան եւ որն է Համալիրի մոտ են կարճ ասած գնում են քաղաք։ Իդեպ մենակ ավակ սերնդի մոտ է, չէ՞, այդ արտահայտությունը գնում են քաղաք։ Ինչի Համալիրի մոտ քաղաք չի։ Ավակ սերունդն է ասում, որ մեզ է փոխանցվել իշտեն քաղաք։ Նկատի ունեք քաղաքի կենտրոն, downtown։ Դեպետ մեր պարագայում ինչ անես, ինչ չանես, անպայման կենտրոնի հետ, փոքր կենտրոնի հետ կապ պիտի ունենաս, ինչը իմ կարծիքով շատ սխալ է։ Շատ տեղայնացված է մեր քաղաքը։ Եվ դա իհարկե իր բացասական լուրջ հետևանքներն է ունենում։ Մյուս կողմից զարգացած չի ծայրամասերը եղել երկար ժամանակ եւ դա է պատճառը, որ ամեն գրասենյակ, ամեն բիզնես, ամեն ինչ պիտի Ամիրյան, Պրոսպեկտ, Նալբանդյան հասկանում ես այդ հատվածներում տեղակայվի։ Դա պրեստիժ է, այդ հայկական պրեստիժը, գավառամտությունը, որովհետև եթե իշխանություններ լինեին 30 տարվա մեջ ի սկզբանե հնե այս այլանդակությունները թույլ չէին տա, այս բուտկա բեբե, ամեն անկյուն, ամեն բան աղավաղեցին, ապականեցին։ Եթե անգամ իրանց մեջ արեցին, պարզանդ պատահական մարդիկ այդ լավ տեղերը չվերցրեցին, նկատի ունեմ Ամիրյանը, Հին Երևանի այդ թաղերը բանան։ Անգամ եթե իրանցականների մեջ էին բաժանել, համար ճարտարապետություն կարելի էր, չէ, պահպանել։ Այս վերջերս հոդված եմ կարդում, որտեղ խոսվում էր, ասենք, Կիևյան կամուրջի մասին, Մարզամերկային Համալիրի մասին, անգամ օպերայի բալետի թատրոնի մասին։ Ինչի այդ շենքերը երբ որ սարքում էին, տնտեսության վիճակը վիճակ էր, Թամանյանը իր հեղինակությունը խնդրում աղաչում էր ծնկաչոք, որ համապատասխան միջոցներ դուրս գրեն, որովհետև իր անունն է կրում, ճարտարապետն է, բան ինքն էս կոթողներ էր ուզում սարքել, եթե սիրունության, բան էժանության հետևից ընկնեին, օքեյ, մի հատ կուբիկ ստե սարքեին, մի հատ կուբիկ ընդեղ սարքեին, բայց ինքը մտածում էր, սա դարերով մնալու է, տասնամյակներով քաղաքի մասին ենք խոսում։ Ինչի եմ սա պատմում, որովհետև այս այլանդակ շենքերը, որ սարքեցին, լավ, էլի դուք սարքեիք, էլի ձեր համար թոլիներ, էլի միլիոններ բռնեիք, բայց ճարտարապետության մասին գոնե կարելի էր մտածել, ասենք այդ որ սարքում եք, այս ինչ բանի կողքը, դուք մտածում եք այդ քաղաքային անսամբլ բան, Եվրոպայից եք խոսում, Եվրոպան տեսեք ոնց պահպանեց իր փոքր կենտրոնը։ Մենք այդ ինչ արեցինք։ Այդ Ամիրյանի վրային, որ առաջի արգը սև շենքի ֆասադը պահեցին, վերևը վարդագույն, սև ու վարդագույն, այդ ինչ կարմիր կապույտ ծիրանագույն, գեղիկը, բայց այդ քաղքենի ենք, որովհետև հասկանում ես, քաղքենի, այն չտեսած պատից կախ, տեսած ճակտից կախ, այդ ճաշակը սերունդ անգլիական ասացված կա, ասում մի կոստյումը, որ վրետ լավ նստի, քանի սերունդ պիտի անցնի, այդ դերձակ պիտի լինեն, քանի սերունդ պիտի։ Մեր մոտ ինչ, ճարտարապետ, հասկացանք։ Քաղաքի տեսքը նայողը շինարար ժողովրդի տպավորություն է թողնում։ Այս բաներն եմ ես անցա նորակառույց այս շենքերը, այս Ծիծեռնակաբերդի խճուղու շենքերը սարքին, տրասիկ կեսը բլավ թափավ, այդ չեք, սարքեցին այս անունդուր շենքերը, հետո վերջում արդեն զգացին, որ լրիվ արդեն իրանց պեչի աբլիցով կեն, երեսպատումը բռնեցին են մետաղականին ամենամատչելի բաներով փաթեցին, արա, ոնց կարելի էր, այս դարպասներն է Երևանի, Իսակովի պողոտայից մտնում ես այս Մոնթե Մելքոնյանը, այդ մեր քաղաքի դարպասներն է, Դալմի այգիների նախկին, ոնց կարելի էր այտենց էշեշ շենքեր սարքել։ Մանավանդ այս եզրի մասին է խոսք, էլի, այնտեղ կառուցապատումը գնում, չգիտեմ ինչ ձև կլինի, բայց ճաշակ, այմար ճաշակ, միլիոններ եք դնում,
միլիոնների գներ, ընդհանրապես Երևանյան անշարժ գույքի գները ես չեմ հասկանում ոնց է գոյանում։ Ֆանտաստիկայի ժանրից է, ֆանտաստիկայի։ Հիմա գիտեք, բան եմ սարքում, հա, աուդիո ձայնագրման ստուդիա եմ սարքում։ Մենակ պատերը եւ վերանորոգումը հաշվեցինք, առանց տեխնիկայի, առանց որևէ բանի, ասենք այն բյուջեն, որ ծախսեցի ու ծախսում եմ դեռ այդ ստուդիայի վրա, հաշվեցինք, որ Հունաստանի կղզիներից մեկում կարելի էր վիլլա առնել, ամենայն անկեղծությամբ։ Մտեք գները նայեք վիլլայի, կամ Իսպանիայում նույն Վալենսիայի մատույցներում կարելի էր նորմալ սեփական տուն առնել, ծովի ափին, միշտակ ու կաղին կակալ մանդարին։ Մեր պարագայում, չգիտեմ, այս ուռճացված գները ոնց կարող է Երևանում հանկարծ 3 սենյականոց ծայրամասի տունը լինել նույնքան, որքան Վեգասում սեփական տունը, 180,000, 200,000, ցնդվել եք լվեք, կվարտիրա, սովետի թվի նորակառույցը, սովետի թվի, չնայած սովետի թվիները շատ ավելի լավն են, ես բացարձակ չեմ վստահում այս նորակառույցների։ Ծանոթներ ունեմ, ընկերներ ունեմ, բան գնում ենք տունը, շտուկատուրկ են թափած, հարևանը խոսում է հեռախոսով, դու ես տան մեջ լսում ես, թղթից են ուղղակի այդ բաները, շենքերը, պատերը։ Ինչևէ, հենց որ շինարար ժողովուրդ հայոց երկրի հայ շինարար ուղի թող միշտ լինին, օքեյ։ Թորինի դալար, իհարկե ինչ ես խոսում եմ դա անդառնալի է, որովհետև շենքերը դարերով, տասնամյակներով կանգուն են մնալու եւ Երևանյան այդ կոլորիտը եւ դեմքը աղավաղված է եւ դա շտկման ենթակա չի։ Այդ ճանապարհ չի, որ ասես լավ արի քանդեմ, լավ ասֆալտ փռեմ։ Չէ, այդ շարքել այդ անդուրությունները, դες մնալու է։ Ոչ բակի մասին են մտածել, ոչ ես վերջերս գնացի Զեյթուներ կարծեմ։ Էլի դար շենքի բակ մտա մեքենայով։ Երևի երկու գիծ էին ենթադրում, որ պիտի լինի, դե մի գիծը ինչպես հին հայկական բարքերն են, պարկինգ են արել, մի գիծ է մնացել, սենց գնացի, այն ավտոն գնաց, ուր պիտի հասնի, դիմացից մեքենա դուրս եկավ։ Հիմա ոչ ինքը կարա անցնի, ոչ ես կարամ անցնեմ։ Ինքը չի կարա իջնի, որտեվ գեյթն է, այդ գարաժի դուռն էր փակում, չի կարա, ստիպված ես պիտի հետ տամ։ Ես էլ մի 300-400 մետր եկել եմ։ Ծանգը ձեզ էլ սաղիտ է ծանգը, այդ սարքողներին էլ, այդ ճարտարապետներին էլ, ովքեր այդ մակարդակի, այդ անհոգի բաներն են անում 2 կոպեկի համար։ Քաղաքի մասին էր պետք մտածել, դեմքի մասին, որ նայեր ասեր, այս շինարար ժողովրդի մայրաքաղաքի դեմքն է սա, Թամանյան տված ժողովրդի դեմք է սա, չեք ամաչում այդ ինչ պոզերով շենքեր, պոզերով ավանակն է, ավանակը պոզ չունի, բայց ձերքուն է, պոզերով շենքեր ասախսես, շպիլի-վիլի, ման են գնացել էլի, գոտիկական ճարտարապետություն, հա, տեսել են, մի 2 անգամ գնացել են Քյոլն, մի 2 բան են տեսել, Քյոլերը, եկել են ման Երևանում էլ պիտի սարքենք բան, բայց դե հայի ձեռակապենի Քյոլնի տաճար կարա սարքի, ენი Սագրադե Ֆամիլիա կարա սարքի, ენი Նոտեղ Դամ դե Պարի կարա սարքի։ Ոչ մի բան, սարքողը կսարքի, տաղանդավոր շատ լուրջ մարդիկ կան, բայց իրանցով է տեղ տվողը, իրանցով է փող տվողը, իրանցով է վարձողը։ Նանարիկ ֆանարիկ, մի հատ մագարդակով օբյեկտ կարաս սարքես, իհարկե վալեր, օքեյ, շփ, ու սարքեց, անդուր, տներն եմ նայում ես, Պրոշյանի կոմերը աշտարակում հող եմ առել, հաճախ եմ գնում գալի, այդ բաներն եմ, ճիշտ է կան լավ տներ, այդ որ ասում լավ ճարտարապետներ կան, բայց մեծամասնությունը, մի հատ տեսեք այդ շենքերը, այդ տները հələ տեսեք, սենց դամբարանա մի հատ, ոչ երեսպատում կա, ոչ մի հատ ծառու ծաղիկ կա, գնում ես նույն այդ Վրաստան, չեմ ասում Հոլանդիա, որ ասեք սա գեյ են, Վրաստան ես գնում, այդ Բաթումի,
ծառեր, ծաղիկներ, ծաղկած ուռենի, ծաղկած բարդենի, ծաղկած ֆլուլիկ, ծաղիկ, մարդիկ գեղեցիկն են գնահատում, չոլեր, փշեր, 3 հատ է օծ վրեն անպայման, մեդուզա գառգոնան է տան տիրուին, էտա գեղեցիկ արա չկա, փոշի կեղտ, մի հատ թոփալ շուն անպայման քաչալ, պոչը խուզած, մի հատ քոր կատու, մի հատ մողես, մի հատ օծ, մի հատ է մի այսքան կարիճ, տատուերով կարած է, մի հատ է, էտա, ու ասենք այդ այլանդակության մեջ կան մակարդակով մարդիկ, փառք ու պատիվ, ընտիր հայ, որ տունը սարքելուց ճարտարապետ, բան մի հատ, ասենք, պատժգամբ, բալկոն, արա, բալկոնը դու գիտեք ինչա, բալկոն, ճաղավանդակների տեղը ինչ-որ քարից, ասեն սյուներով, խաղողի վազա բարձրանում կամ ծաղկող ինչ-որ կիտայսկայա ռոզայա բարձրանում, միլիոնալի խրոս, գեղեցիկ, սենց պատիվրով արա սիրուն բաներ են մեր հին տները նայում ես, 18-րդ դարի տները նայում ես, որը որ մնացել է իհարկե, էլի նկարում, չգիտեմ, որ տուն կթողի, կերել եք սա, հա, այս Սուրբ Սարգիսի կող, արա սենց շենք, այս Սուրբ Սարգիսի կողքը սենց շենքեր կարելի էր սարքել, այս գեղեցիկ, այս սրբավայրը, դարերով խորքից եկած մսկիթի կողքնել, որ Ադրբեջանը հաչում է ձեր վրա, մեր մսկիթնա կողքնել ես ենք ունեցե, բա դրա կողը տենց այլանդակ շենքեր կարելի էր սարքել, ձորը սենց ապականել կարելի էր, նայում ես այդ Փարաջանովի ընտիր տուն թանգարանի կոլորիտին հին երևանյան ձևով, ու կողքը մի հատ տիբիդող, էդի բանա, կառուցողը գիտես ինչ, հասկանում եմ, կառուցողը իր գրպայնը, բա թույլ տվողը մի հատ չի եկե, չի նայի, ասեմ, վայ, մամա, ես հրազդան կիրճի մեջ ես գեղեցիկ շենքերը ապականում ես, ապականած կեղտ, ինչի եք ապականում ես քաղաքը, ինչի եք ապականում, ես էլ մեր օրերն է, չէ, ոչ ադրբեջանցին է, ոչ Մսրամելիքն է, ոչ էլ Սուլեյման Բռնաբարը, ինչի եք բռնաբար ես քաղաքը, այն ասենք հիմա ես որ թաղն է ես, կոնյակի գործարան է, այն բլուր են ասում, ինչ են ասում ես, ես հասկանալի, 1000 տարվա տներ են, մարդիկ ոնց կարացել են ապրել են, ես իրենց բան չեմ ասում, բայց ես նորակառույցների մասին նախ, նորակառույցներ, կանց Երևան Բերդի տեղը, որ բերեք ես Glendale Hills-ը ինչա բերեցիք, ես Երևանի Բերդներ, ես հասկանում եմ, որ տակները լիքը բանկա չեք ուզում շատ բան իմանան Երևանի Բերդի մասին, որովհետև լիքը յալլա կլինի, բայց գոնե որոշակի բաներ, ես թանգարանային նմուշ է, ես ինչ պեղումներ կարար լիներ, բերին ես անյալանդակ մեր ռադիոյի գործընկերներից մեկն էր ապրում, նոր տարվան եկանք, անունը չեմ տալի, բայց բարևներ գիտի ու մասնախոսքը եկանք, հյուր, նոր տարին շնորհավորելու, էդ էլի ասում եմ, մի 15 տարի առաջ էլ Ամերիկա նոր է, Ամերիկա մի 15 տարի առաջ հաստատ, հարևանը հեռախոսով խոսում, ասում եմ, մարդ կա, ասում չէ, հարևանն է, հարևանի տուն, պարս լսվում է, թղթից սարկած, մի հատ բոքսով խպես, մտնեց հարևանի տուն, լավ, հիմա մտնում եմ պրոսպեկտի փակ շուկայի դալանը, ես փակ շուկան բա, երեսպատում արեցին, ես դարավ սուպերմարկետ, որ վաղուց է Երևանում չես եղել, սենց տարիների խորքից լիքը բան է աչքիդ առաջ գալիս, որ մտածում ես ինչու էր սենց, ինչուն ենց, ինչի սենց կարար լիներ, ինչև է, լավ բարեկամներ, այսքանը շնորհակալություն ուշադրության համար, ես դնելու եմ YouTube-ի հետևորդների համար հարգելի բարեկամներ, եթե ձեզ համար դժվար չի, այդ subscribe կոճակը, հա, բաժանորդագրություն ներքև որ կա, սեղ մեկ բաժանորդագրվեք էջին, YouTube-ը իմ փոքր ակտիվացնում եմ, ուզում եմ ավելի ակտիվ պահեմ, և դա կլինի ձեր փոքրիկ աջակցությունը, support-ը ծավալած գործունեության, եթե ձեզ դժվար չի, եթե դժվար է, like մի արեք, comment մի գրեք, subscribe մի արեք, դժվար է, բայց փոքրիկ նեղություն ուզում եմ ձեզ տալ, բարի, այսքանը ես համարյա հասա հանդիպման վայր, ես ես մաղթում եմ հրաշալի, լավ օրվա շարունակություն, սիրում եմ բոլորին։